Առակները կարող են առաջարկել արդարացի լուծումներ։ Լսելի դարձնելով այսօրվա իրականությանն այնքան անհրաժեշտ ուղերձները։ Առականի խորագրով հաղորդաշար յուրաքանչյուր 5 շաբթի ժամը 20-ին Արդար Հայեմի եթերում։ Արդար Հայեմի եթերում Առականի հաղորդաշարի հերթական թողարկումն է։ Ձեզ հետ Վարդուհի Բալոյանն է, ողջույն։ Քանի որ նաև մարդն է Աստծո եկեղեցի, ուստի Տերը պատվիրում է փակել մեղքերի բոլոր ճանապարհներն ու դռները եւ բաց թողնել միայն մեկ դուռ, որը հույսն է, հավատքը, սերը, ողորմածությունն ու հոգատարությունը։ Այսպես է խրատում Վարդան այգեկցին իր խրատանիի 40-րդ պահքին նվիրված հատվածում։ Շուտով Սուրբ Զատիկ է, հարության տոնը, որը մարդկության մեղքերից ազատվելու եւ դեպի Աստված վերադառնալու եզակի հնարավորությունն է։ Հավատքի խորհուրդները եւ ճշմարտությունները ընկալելու համար երբեմն մարդկանց մոտ պակասում է գիտելիքը, երբեմն էլ պակասում է կամքը սովորելու եւ ընկալելու աստվածային ճշմարտությունները։ Մխիթար Կոշի Զատկի տոնի մասին առակում ժողովուրդը հավաքվում եւ գնում է եկեղեցի, որպիսի մասնակցի պատարագի եւ հաղորդություն ստանա։ Հորդորում են, որպիսի հովիվը նույնպես միանա նրանց։ Հովիվը գնում է, սակայն երբ տեսնում է հաղորդությունը, ոչինչ չընկալելով ասում է. ոչ ճաշ է, որ ուտեմ, եւ ոչ ընթրիք, եւ թողնում ու փախչում է։ Ինչպես ասում է Մխիթար Կոշը, երբեմն չարը այնպիսի չար մտքերով եւ վայրագությամբ ու անգիտությամբ է մարդկանց բթացնում, որ չեն կարողանում տեսնել Աստծո կամքը եւ հեռանում են Աստծուց ու եկեղեցուց։ Այս առակը նաև այն մասին է, որ մարդիկ հաճախ չեն հասկանում եւ անհաղորդ են մնում այն ամենին, ինչի մասին պատկերացումներ չունեն եւ բավարար կամք չեն գործադրում։ Հարկ է նաև նշել, որ մեղավորներին եւ նման անգիտակից մարդկանց հասկացողության դաշտ հնարավոր է բերել ուսուցանող հոգեվորականների շնորհիվ։ Երբեմն էլ մարդիկ նյութական հոգսերով եւ աշխարհիկ մտայնություններով բեռնավորված չեն կարողանում ընկալել Սուրբ Հոգու խորհուրդը եւ անհաղորդ են մնում։ Վարդան այգեկցու մեծատուն Խաչենացի եւ որդին քահանա Քրիստոսին առակում վերին խաչենցի մի մեծահարուստ մարդ ուներուսյալ եւ կիրթ որդի, որի համար անվան ասում էին, որ տեսել է Քրիստոսին եւ նա կոչվում էր Սուրբ Քրիստոսատես քահանա։ Մի օր այս մեծահարուստն իր քահանավորթուն խնդրում է, որպեսզի իրեն էլ տանի եկեղեցի եւ նա կարողանա տեսնել Սուրբ Հոգուն։ Որդին պատարագի ժամանակ հորը կանգնեցնում է իր աջ կողմում եւ հարվածում թիկունքին այն պահին, երբ նա պետք է ընկալեր եւ նկատեր Սուրբ Հոգուն։ Երբ վերադառնում են պատարագից, հայրը հարցնում է որդուն, թե ինչու նրան ցույց չտվեց Սուրբ Հոգուն։ Նա ոչինչ չտեսավ եւ չզգաց։ Որդին զարմացած ասում է, որ այն պահին, երբ նա կպավ իր թիկունքին, պետք է ուշադիր լիներ եւ նկատեր Սուրբ Հոգուն։ Իսկ հայրը հանգիստ ասում է, որ այդ պահին մտքով գտնվում է շուկայում, որտեղ ծիրանի ինչ որ գլխադիր էր փնտրում եւ ուզում էր գնել իր գեղեցիկ կնոջ համար, այնուհետեւ տեսնում է ինչ որ մորթու տիկ, որի մեջ պետք է գինի լցներ եւ մտքով հաշվում էր, թե այդ տիկի մեջ քանի լիտր գինի կարող էր լցնել եւ նման այլ մտքերով էր զբաղված։ Որդին զայրացած եւ զարմացած ասում է հորը, որ թե ինչպես հուրը նրանց այդ պահին չի կիզել, որովհետեւ հայրը այդպես անդեպ եւ անտեղի մտքերով է զբաղված եղել, փոխանակ հաղորդակից լիներ Սուրբ Հոգուն։ Այսպես նրանք վերադառնում են հայրը անհաղորդ մնալով Սուրբ Հոգուն։ Ինչպես որ առակն է ասում, Սուրբ Հոգու շնորհը ցույց տալով չեն զգում, այլ ողորմությամբ եւ բարեգործությամբ։ Ուխտը անսուրբ է, տկճորը կամ տիկը արբեցողության խորհրդանիշ է, իսկ գլխադիրը մարդկային մեղքերի խորհրդանիշ է, որոնցից ազատվելու դեպքում միայն մարդ կարող է հաղորդակից լինել Սուրբ Հոգուն։ Եվ երբ մարդու միտքը նման մեղքերով է զբաղված, չի կարող տեսնել Սուրբ Հոգուն, ինչպես այս առակում քահանայի հայրը։ Առակներն իմաստության անհատակ խտացումներ են, որոնք պարունակում են կարևոր ուղերձներ եւ հորդորներ կյանքի ամենատարբեր պահերի եւ իրավիճակների համար, եթե կամք ունենանք ականջալուր լինելու եւ ընկալելու։ Որպես ամփոփում այսօրվա, որ նաեւ ապակին շաբթի է, կներկայացնեմ Գրիգոր Նարեկացու հարության տաղից մի հատված, որը շատ բնութագրական է ինչպես տոնի խորհրդի, այնպես էլ հայ ժողովրդի քրիստոնեական ընկալումների առումով։ Տաղը Նարեկացու ամենախորհրդավոր ստեղծագործություններից է եւ մեծ տարածում է ունեցել ժողովրդի մեջ եւ սիրված է եղել նրանց կողմից։ Փառք Քրիստոսի ամենազոր հարության,
Սայլն այն իչաներ իլերնեն իմասյաց, եւ ի վերանորա աթորք են կարգյալ, եւ ի վերանորա գահույք ոսկեղենք, եւ ի վերանորա բեհեսկ ծիրանիկ, եւ ի վերանորա որդի արքայի, եւ հաչմե նորա վեցթևյան սերով բեքն, հահեկե նորա բազմաչյալ քերով բեքն, առաջի նորա մանկունք գեղեցիկ, իգիրկս նոցա խաչ ընտերունական, իձերին նոցա սաղմոսարան եւ քնար, որ կերքեին ձերքս ասելով, փառք Քրիստոսի ամենազոր հարության։ Այսօր արձակեցակ իկապանած նախնո եւ վերստին նորոգմամբ հավիտենական կենացն եղակ ժառանգորդք, փառք Քրիստոսի ամենազոր հարության։ Ինչպես տեսնում ենք տաղի վերջին հատվածում, Նարեկացին ասում է, որ այսօր ազատվեցինք նախնյաց կապանքներից եւ վերստին նորոգմամբ հավիտենական կյանքի ժառանգորդ դարձանք եւ փառք է տալիս Քրիստոսի հարությանը։ Ինչպես նշում են նարեկագետները, մահվան նկատմամբ հաղթանակի համաքրիստոնեական համընդգրկուն գաղափարը Նարեկացին տեղափոխել է նաև ազգային փրկության տիրույթ, եւ այս է պատճառը, որ Նարեկացու մոտ սայլը իջնում է Մասյաց լեռներից։ Եվ նաև Սուրբ Մասիսի եւ նրա մատույցներում գտնվող Մայրաթոր Սուրբ Էջմիածնի մեջ է տեսել նա քրիստոնյաների հարության ճանապարհն ու խորհուրդը եւ նաեւ իհարկե մատնանշել, որ հայ ժողովրդի եւ համայն մարդկության հոգեվոր հարության եւ փրկության ուղին լինելու է Հայաստանից։ Այսօրվա համար այսքանը, կհանդիպենք հաջորդ հինգշաբթի եւ թող առաջիկա կիրակին բոլորս արժանանանք հարության տոնի բարիավետիսին, որովհետեւ կիրակին հարության եւ ազատության օր է, քանզի կիրակին առաջին օրն էր, երբ Աստված ստեղծեց աշխարհը։ Առակները կարող են առաջարկել արդարացի լուծումներ։ Լսելի դարձնելով այսօրվա իրականությանն այնքան անհրաժեշտ ուղերձները։ Առականի խորագրով հաղորդաշար յուրաքանչյուր հինգշաբթի ժամը 20-ին Արդար Հայեմի եթերում։